Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Խոզնավարում ադրբեջանական կրակից բնակելի տուն է վնասվել, Երևանը Բաքվից պարզաբանում է պահանջել, Բաքուն հերքում է, թե կրակել է տան ուղղությամբ։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու Վաշինգտոնից հնչող կոչերի ֆոնին Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը։ Հասարակական կազմակերպությունները կոչ են անում շրջանառությունից հանել գումարով զինծառայության ժամկետը զգալի կրճատելու օրինագիծը, այն միանշանակ չի ընդունվել նաև իշխող ուժի պատգամավորների շրջանում, հարցն այսօր պաշտպանության նախարարի հետ են քննարկել։ Ինչու է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում ավելի ցածր կարգավիճակ ունեցող պատվո հյուպատոսի գրասենյակ բացում։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է պատերազմը դադարեցնելու ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հաջորդ շաբաթ Ստամբուլում։ Արթիկում պտտահողմը մոտ 2 տասնյակ տներ է վնասել, տեղում վնասներն են հաշվում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո արդեն 2 ամիս է Սյունիքի սահմանամերձ Խնածախում և Խոզնավարում երեկոներն ու գիշերները կրակոցներ են։ Պարբերաբար այդ կրակոցները նաև գյուղում տներին են հասնում։ 3 գիշերն էլ ադրբեջանական կրակոցները Խոզնավարի կենտրոնում գտնվող տուն են վնասել։ Երևանից Բաքվին կոչ են անում հետաքննել միջադեպը, Բաքուն ընդհանրապես հերքում է, թե քաղաքացիական օբյեկտ է թիրախավորել։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Գիշերը դա կրակալ են եկալակապալելի մեկի պատուհանին էլ։ Խաղաղության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերից 24 ժամ էլ չանցած Սյունիքի Խոզնավար գյուղը դարձյալ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել, տուժածներ չկան։ Խոզնավարից մեր զրուցակիցը պատմեց, տունը հենց գյուղի կենտրոնում է, տարեցկին է ապրում, եթե այդ պահին պատուհանի մոտ լիներ, գուցե վնասվեր։ Երևանն այսօր Բաքվին դարձյալ հորդորել է հետաքննել բնակելի տան գնդակոծումն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Բաքվի արձագանքը ճուշացավ, հերքեցին, պնդելով, թե իրենք քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա երբեք չեն կրակում։ Միշտ էլ կրակում են, էլի ամեն օր էլ կրակում են։ Խոզնավարի ու հարևան Խնածախի բնակիչներն ամեն գիշեր վերսկսվող ադրբեջանական կրակոցների մասին ահազանգում են արդեն ավելի քան 2 ամիս։ Երևանը դրանց մասին պաշտոնապես հաղորդում է միայն այն դեպքերում, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվում։ Գիշերային կրակոցները սկսվեցին մարտին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց կարճ ժամանակ անց։ Իշխանություններն այս կրակոցների վերաբերյալ հազվադեպ են խոսում։ Այսօր վարչապետ Փաշինյանը գյուղերի բնակիչներին դիմելու հնարավորություն ուներ, բայց կառավարության նիստի ընթացքում միջադեպի մասին ոչ մի բառ չհնչեց։ Նիստից հետո էլ լրագրողներն անվտանգության խորհրդի քարտուղարին հարցեր ուղղեցին։ Պարզվեց Արմեն Գրիգորյանը անգամ տեղյակ էլ չէր, որ գիշերը տուն է վնասվել։ Անկեղծ ասած, ինչի մասին խոսում եք, ես դեռ տեղյակ չեմ, մանրամասների մասին տեղյակ չեմ առավոտվանը դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց կրակոցների վերաբերյալ ՄՆ-ն հայտարարություն է տարածել եւ այդ մասով հավելյալ որևէ մեկնաբանություն չունեմ։ Ազգային ժողովում էլ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, թե հայկական կողմի համարժեք պատասխանն այս կրակոցներին էսկալացիայի կհանգեցնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունը չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նաև խաղաղության պայմանագիրը ամեն կերպ պետք է հասնեն խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաև չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Մինչ իշխանությունները խաղաղության մասին են խոսում ու հայտարարում, թե պատերազմ չի լինելու, գերտերությունները վերջին շրջանում ռիսկերից են խոսում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Հայաստան ներխուժման վտանգին էր անդրադարձել։ Նախորդին Ռուսաստանի պաշտպանության նախարարն է հայտարարել, թե Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Ադրբեջանը հենց Սյունիքով է միջանցք պահանջում Հայաստանից դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Սա զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն
հետո մարտական դիրքերը, հետո արդեն ուղիղ բնակավայր ուղղությամբ։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը նկատում է այս կրակոցներին զուգահեռ Բաքուն վերջին շրջանում ակտիվացրել է նաև այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթը։ Պատգամավորի կարծիքով Բաքուն այս ամենով փորձում է բանակցություններում Հայաստանից զիջումներ կորձել։ Եվ երկրորդը, ինչի՞ չէ, Ադրբեջանը արդեն տեսել է, որ իր ցանկությունները, որոնք կարող է որպես ցանկություն արտահայտվեր 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ, որոշակի փուլում դարձել է իր համար իրականություն, եւ Ադրբեջանը նաև ինստիտուցիոնալ առումով հիմք է դնում Հայաստանի դեմ այդ տարածքային հավակնությունները շատ ավելի ծանրակշիռ դիրքում դնելու համար։ Կրակոցների ֆոնին ադրբեջանական զինված ուժերում դարձյալ վարժանքներ են անցկացվել, այս անգամ համազարգային կրակի սմերջ համակարգերի կիրառմամբ։ Հարևան երկրում գրեթե ամեն ամիս են զորավարժություններ անցկացվում, վերջին շաբաթներին նաև Թուրքիայի ու Իրանի հետ համատեղ։ Իդեպ խնածախից հայտնում են, որ վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների ժամերը փոխվել են։ Կրակում են նաև վաղ առավոտյան ժամը 6-ին մոտ, երբ մարդիկ դուրս են գալիս գյուղատնտեսական աշխատանքների համար։ Իդեպ այսօր ազգային ժողով եկած պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց են ուղղել բնակելի տան վրա ադրբեջանական կրակոցի եւ այդ փաստը ժխտելու մասին ադրբեջանական հայտարարության վերաբերյալ։ Պապիկյանը միայն նախարարության պաշտոնական հաղորդագրությունն է մեջբերել առանց հավելյալ մեկնաբանությունների։ Քաղաքացիական անձանց եւ տարեց տատիկի տան վրա են կրակել, ձեր մեկնաբանությունը ինչ է կատարվում։ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Այո։ Պարզաբանում եք ուզել Ադրբեջանից ստացակ։ Ստացակ պարզաբանումը։ Պատասխանը լսել եմ, հրաժարվել են, որ դա իրենք են արել, այլ բան չեմ արել։ Հետևություններ, պարոն Պապիկյան, իսկ կներեք, էլի արդար է։ Պարոն Պապիկյան, ձեր թույլտվության վերջին հարցը արդար է, որ մեր երկրում բոլորը բանակից փողով ազատվեն։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու Վաշինգտոնից հնչող կոչերի ֆոնին Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը։ Նրան այսօր ընդունել են արտգործնախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ Արարատ Միրզոյանի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն եւ այդ ճանապարհին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումից հետո հայտնել է, թե հրաշալի քննարկում է ունեցել հայ-ամերիկյան աճող գործընկերության եւ խաղաղության գործընթացի շուրջ։ Առայժմ պարզ չէ Ջոշուա Հաքը Երևանից հետո մեկնելու է Բաքու, թե ոչ։ Երեկ ԱՄՆ նախագահը Ադրբեջանի նախագահին անկախության օրվա առթիվ հղած ուղերձում շեշտել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Ադրբեջանի պահանջած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցին, հայտարարելով, թե ակնկալում են Իրանի աջակցությունը։ Բաքուն Հայաստանից ճանապարհ է պահանջում, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին եւ այն կլինի առանց մաքսային հսկողության եւ անխոչնդոտ։ Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո մերժելով միջանցքային տրամաբանությունը։ Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը վնաս է եւ Հայաստանին եւ Իրանին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը գումարով զինծառայության ժամկետը զգալի կրճատելու մասին բուռն արձագանք է հարուցել։ Կառավարությունն այս նախագիծը հաստատել է, իսկ ազգային ժողովում նախագիծը դեռ նոր պետք է քննարկումների փուլ մտնի, երկուշաբթի պաշտպանության հանձնաժողովում այդ քննարկումը հետաձգվեց։ Այսօր պաշտպանության նախարարն էր ազգային ժողովում հանդիպում իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ եւ ուշագրավ է, որ նախագծի հետ կապված հենց իշխող ուժի պատգամավորները, այլ ոչ միայն ընդդիմադիրները բազմաթիվ հարցեր ունեն։ Ազգային ժողովում փակ դռների հետևում իշխող պատգամավորներն ու պաշտպանության նախարարն այսօր 5 ժամ քննարկում էին բանակից փողով ազատվելու նախագիծը։ Իշխանականները հարցեր ունեին Սուրեն Պապիկյանին, չնայած կառավարության հավանությանը իշխող թիմում էլ միասնական դրական արձագանք չկա։ Պատգամավորների մի մասը այն համարում է խնդրահարույց։ Եթե խնդիր չտեսնեինք 2-3 օր առաջվա մեր հանձնաժողովի նիստը կկայանար, չէր չեղարկվի։ Իհարկե խնդիրներ շատ ենք տեսնում։
ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ծառայությունից փողով խուսափելու ճանապարհը օրինականացնել, 24 միլիոն դրամ վճարել ու 1 ամիս ծառայել, 18 միլիոնով էլ 4 ամիս, քաղաքացիությունից հրաժարվելու համար 15 միլիոն տուրք վճարել, քանի որ ըստ նրա հիմնականում ծառայությունից խուսափելու նպատակով են հրաժարվում քաղաքացիությունից։ Այդ գումարով էլ առաջարկում է մեծացնել պայմանագրային ծառայողների քանակը։ Այս հիմնավորումները չեն համոզել իշխանական պատգամավորներին, թիմում դիմադրում են։ Ոչ միայն իմ համար, այլ նաև հասարակության համար արժեքային համակարգի խնդիր կա, արժեքային մոտեցումներ կան, որոնք որ անընդունելի են մեր հանրության դեպ, այն ինչը դուք նշեցիք։ Արմեն Խաչատրյանը քաղաքացիական պայմանագրի այն պատգամավորներից է, որ ծառայությունը գումարի դիմաց կրճատելու առաջարկը խնդրահարույց է համարում ու առաջարկում է վերանայել ժամկետը։ Նախագծում նշված է եղել մի ամիս եւ ես առաջարկություն եմ, մի ամիս եւ 4 ամիս, ես առաջարկություն եմ անել, որ առնվազն 4 ամիս լինի։ Գլխավոր շտաբը տվել է մասնագիտական կարծիք, որ ինքը 1 ամսում կարող է պատրաստել զինվորին անհրաժեշտ բոլոր հմտությունները, կարող է զինվորական դարձնել, ասենք բոլոր հմտությունները, այսինքն մարդը իմանա կրակել, S1, զինվորական հրամաններ կատարել եւ գլխավոր շտաբի համար մի ամիսը բավարար է, բայց ես կարծում եմ, որ բավարար չէ։ Ընդդիմադիրները, հանրությունն ու հասարակական կազմակերպությունները սուր քննադատում են իշխանականի այս նախաձեռնությունը, համարում են, որ սոցիալական անարդարությունն են խորացնում, պետության պաշտպանությունից ազատում հարուստներին ու այն դնում աղքատների ուսերին։ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Խաչատրյանն էլ է համաձայն, որ այդ առաջարկով բախվում են արժեքային հարցերի։ Մաթեմատիկական հաշվարկներով ամեն ինչը այս նախագծի նպաստում է բանակի զորահավաքային պրոցեսների զարգացմանը եւ բարելավմանը։ Սակայն, այո, դուք ճիշտ եք ասում, արժեքային խնդիր կա։ Այո, այդ արժեքային խնդիրը կա, որովհետեւ մարդկանց պատկերացումների մեջ, բոլորիս պատկերացումների մեջ պետք է որ փողի քանակով կամ չգիտեմ վճարելով իրավունքների փոփոխություն չիրականացվի։ Հայաստանի սահմանադրությամբ պետության պաշտպանությունը բոլորի պարտքն է ու այս նախագծով խտրական մոտեցում է սահմանվում։ Նաև մարդու իրավունքների պաշտպանն է այս նախագիծը խնդրահարույց համարում ու պատրաստ է դիմել սահմանադրական դատարան, եթե ազգային ժողովում ընդունվի այն։ Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։ Քաղաքահասարակությունը պահանջում է նախագիծը հանել շրջանառությունից։ 16 կազմակերպություն այսօր հայտարարություն է տարածել ու մտահոգություն հայտնել։ Օրինագիծը համարում են հակասահմանադրական, առաջարկվող կարգավորումներով ոչ թե բանակի խնդիրներն են լուծվում, այլ խորանում է սոցիալական անարդարությունը, խտրական վերաբերմունքը, խախտվում է օրենքի առաջ հավասար լինելու սահմանադրական սկզբունքը։ Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները ունակ չեն լուծել եւ բացառել զորակոչի ընթացքում կոռուպցիոն դրսևորումները։ Իսկ որևէ արդյունք գրանցելու դեպքում դրանք կրելու են իրավիճակային ու ժամանակավոր բնույթ։ Չեն հանգեցնելու համակարգային փոփոխությունների եւ ժամանակի ընթացքում իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, այդ թվում կոռուպցիայի նոր դրսևորումներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կանխարգելիչ եւ վերահսկողական արդյունավետ մեխանիզմների ներդրում։ Չնայած այս քննադատություններին, պատգամավոր Խաչատրյանը կողմ է, որ ոչ թե օրենքը շրջանառությունից հանեն, այլ բարեփոխեն, հղկեն խնդրահարույց կողմերը։ Հենց ասում են փող բանակ, այս երկուսը իրար հակասում են, արդեն վերջ։ Մեր ժողովուրդը դա չի ուզում ասի, փող եւ բանակ։ Ինչը շատ տրամաբանական է եւ հասկանալի։ Այսօրվա քննարկումը ցույց կտա, հետո ինչ արվելու է նախագծի հետ։ Այլ բան չեմ։ Թե ինչով է ավարտվել նախարարի ու պատգամավորների երկարատև քննարկումը ու ինչ կետեր են փոխելու դեռ հայտնի չէ։ Սուրեն Պապիկյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, չնայած քննադատություններին ու թիմակիցների դիմադրությանը, Հայկ Սարգսյանը շարունակում է պնդել, այդ նախագիծը օր առաջ պետք է ընդունվի։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բուլղադարյան։
Եվ այսպես մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում Transparency International-ը հայտարարություն են տարածել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ, կոչ անելով այն ընդհանրապես հանել շրջանառությունից։ Ձեր կարծիքով ո՞րն է հիմնական մտահոգությունը եւ ո՞րն է ամենամեծ վտանգը։ Տեսեք, նախագիծը ինքն իրենով բավական ընդհանուր փաթեթ է նախագծերի, մի քանի օրենսդրական ու մի քանի իրավական ակտերի մասին է խոսքը, բայց իրենք բավականին լայն խնդիրներ պարունակում են, խնդիրների լայն շրջանակ է պարունակում, սկսած սահմանադրական նորմերից, սահմանության մի քանի նորմերի, մատիրուներ խճականություն, պաշտպանության ոլորտում պարտականությունների կատարում քաղաքացու, հավասարության մասով խնդիրներ ունենք, հատկապես խնդրալից է մեր տեսանկյունից հասարակական կազմակերպությունների խճականության մասը, որը վերաբերում է ինչպես սոցիալական մասը, որը ունի ինչպես սոցիալական հատված, այնպես էլ, այսպես ասած, գենդերային մասով մի խնդիր ունենք, որովհետև այնտեղ արական սեռի քաղաքացիների մասով այլ կարգավորումներ սահմանում իծն է, ունենք նաև խնդիր, որ այդ եկամուտներ ունեցող անձիկ շատ քիչ են Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այստեղ հիմնական խնդիրը թիրախային, որ մենք տեսանք սոցիալական բաղադրիչներ եւ գենդերային բաղադրիչը, կային նաև խնդիրներ իհարկե քաղաքաշենի բարձրացման մասով, ըստ էության հիմնական խնդիրները դրանք էին, ինչպես նաև կոռուպցիոն դրսևորումներ թե նախագծի հեղինակը նշում է, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի ինչ-որ մաս է, բայց մեր կարծիքով սա այդքան կոռուպցիայի դեմ պայքար չի ենթադրում եւ արդյունքներ բավարար չափով չի տալու, այլ լինելու են իրավիճակային բնույթ է կրել այդ փոփոխությունները եւ հետագայում ավելի լայն խնդիրների հանդիսնելու։ Հենց այդ հարցն է ուզում տալ, որ փաստորեն հիմնավորումներում նշվում է, որ այս օրինագիծը կօգնի, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն, բայց ինչպես, քանի որ կան տեսակետներ, այդ թվում նաև Ազգային ժողովի փորձագետներն են նշում, որ պարզապես այդպես այդ սև շուկայում կաշառքների կփոխվեն պարզապես գները եւ ինչ որ այլ գումար կսահմանվի դարձյալ բանակից գումարով խուսափելու, ուղղակի ավելի նվազ գումարով խուսափելու։ Դուք արդյոք տեսնում եք, որ այս ռիսկերը այս նախագծով ինչ-որ կերպ վերանում են։ Այո, հատկանշական է, որ հենց Ազգային ժողովի փորձագիտական ստորաբաժանումներն են այս մասով խնդիր տեսել, ընդհանուր օրենքի պատերազմական նախաձեռնության մասով հենց Ազգային ժողովի փորձագետներն են խնդիր տեսնում, ինչու՞ չէ նաև մարդու իրավունքների պաշտպաններ, ու այո, կոռուպցիայի մասով մենք այդ խնդիրը տեսնում ենք, որ իրականում սա խնդիր լուծում չի։ Դա ընդհանրապես միշոց փորձ է արվում այդ կոռուպցիան, որը էստային բանակում կա, բոլորս ենք ընդունում, որ բավականին լայն տարածում ունեցող երևույթ է, փորձ է արվում այդ խնդիրը բերել այսպես ասած օրինական դաշտ, բայց կոռուպցիոն երևույթները իրենք իրենցով բավականին ճկուն են եւ իրադարձություններին հարմարվող են։ Այստեղ պետք է արմատական լուծումներ եւ համակարգային լուծումներ։ Այս լուծման արդյունքում պարզապես շուկայում այն անձինք, ովքեր որ այդ գործողությունները անում են, այսինքն գումարի դիմաց որոշակի ծառայություններ մատուցելով զինվորական ծառայությունից պարտադիր բանկային ծառայությունից ազատում են, ընդհանրապես գնացուցակ են իջեցնելու, ինչու՞ չէ այլ մեխանիզմներ են մտածելու, որովհետև այստեղ համակարգային լուծման մասին խոսք չկա, այստեղ ընդհանրապես պետությունը փորձում է այն ամեն ինչը որ էսպայն արվում է տվերում վերցնել իր ձեռքը, բայց տվերն էլ ինքն իրենով հարմարվելու է այդ փոփոխություններին։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Զրուցում էինք Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուղադարյանի հետ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ինչու է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում ավելի ցածր կարգավիճակ ունեցող պատվո հյուպատոսի գրասենյակ բացում։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է պատերազմը դադարեցնելու ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հաջորդ շաբաթ Ստամբուլում։ Արթիկում պտտահողմը մոտ 2 տասնյակ տներ է վնասել, տեղում վնասներն են հաշվում։
Սյունիքն այժմ ուշադրության կենտրոնում է նաև հենց ադրբեջանական նկրտումների պատճառով 2022 թվականից Կապանում հյուպատոսություն ունի Իրանը, Ռուսաստանը 2023 թվականից փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռևս ապարդյուն, Ֆրանսիան էլ առաջիկա օրերին պատվո հյուպատոսի գրասենյակ կբացի։ Սակայն ուշագրավ է, որ նախկինում Ֆրանսիան նշում էր գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին, մինչդեռ պատվո հյուպատոսի գրասենյակը, որ կբացվի հաջորդ շաբաթասկզբին, ավելի ցածր կարգավիճակ ունի, թե ինչու է նման որոշում կայացվել, պարզաբանում դեռ չկա։ Երկուշաբթի Գորիսի կենտրոնում քաղաքապետարանին կից շենքում կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է Կարմեն Ափունցը, նա Գորիսի ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է։ Թե ինչու է պաշտոնական Փարիզը որոշել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, դեռևս պարզ չէ։ Իրանը Կապանում դեռևս 2022-ին բացեց հենց գլխավոր հյուպատոսություն։ Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի եւ որպես կանոն քաղաքական գործառույթներ ու անձեռնմխելիություն չունի։ Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար մշակութային գործառույթներ ունի եւ կարող է որոշ դեպքում մատուցել հյուպատոսական ծառայություններ, բայց դա արդեն նշանակող երկրի որոշմամբ։ Այն, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, դեռևս 2023-ին հայտարարել էր այդ երկրի արտգործնախարարը։ Ֆիգարոն անդրադառնալով Փարիզի այս որոշմանն այն ժամանակ գրել էր, թե Ֆրանսիան ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա, եւ Բաքվին այդ քայլից յետ պահելու ու Երևանին իր աջակցությունը ցույց տալու համար է արտգործնախարար Կոլոնան հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին։ À cette occasion, la France ouvrira à Goris une agence consulaire. Օրերս Երևան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի արդեն ներկայիս արտգործնախարար Ժան Նոել Բարոն խոսել էր Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալություն բացելու մասին։ Հյուպատոսական գործակալությունը դարձյալ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան պատվո հյուպատոսի գրասենյակը։ Ամսի 2-ին բացումն է։ Իշխանական պատգամավոր խորհրդանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում չանդրադարձավ հարցին, թե ինչու է որոշվել ի վերջո գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսի գրասենյակ, բայց վստահեցրեց այն կարևոր ազդեցություն կունենա Սյունիքի համար։ Իշխանական պատգամավորը նշեց, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ քննարկումները ֆրանսիական կողմի հետ սկսվել էին 2022-ի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց Սյունիքի վրա։ Եվ այդ ժամանակահատվածից սկսված այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որպեսզի Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարևոր է եւ դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա։ Սյունիքում, մասնարապես Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին տարիներ շարունակ խոսում է Ռուսաստանը, սակայն Մոսկվայի այդ ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում։ В частности, открытие генерального консульства в Капане. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երևանում ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Мы подробно рассмотрели реализацию договоренностей, которые были достигнуты на высшем уровне. Մենք մանրամասն դիտարկել ենք բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են։ Работа подготовительная ведется. Թե ինչու Կապանում այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Լավրովի Հայաստան կատարած այցից հետո այդ հարցը հորդորեց տալ հայկական կողմին։ Զախարովան ակնարկել էր, որ խնդրի լուծումը պետք է փնտրել Երևանում։ Այդ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում։ Մեզ պետք չէ համոզել այդ կառույցի գործունեության անհրաժեշտության մասին։ Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, թե ինչու պետք է ճշտել հայկական կողմից։ Мне кажется, вам нужно уточнить этот вопрос у армянской стороны. Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի արձագանքել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի այս հայտարարությանը։ Ռուսական կողմի նախաձեռնությունը եւ Հայաստանի իշխանություններին այդ տեղեկատվության փոխանցումը իրենց մտադրության մասին հյուպատոսության բացման մասով
նույնիսկ ես կարծում եմ շատ ավելի վաղ է եղել, քան եղել է ֆրանսիական առաջարկը։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ ակնհայտ է, որ Հայաստանը տարբերակված մոտեցում է ցուցաբերում հյուպատոսություն բացելու Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները տարբեր իրավիճակներում կոնկրետորեն ունեն իրենց մոտեցումները ու վերաբերմունքը, ինչը արտահայտվում է եւ նաեւ արտահայտվում է ռուսական հյուպատոսության աշխատանքների, այսպես ասեմ, անդադ ձգվելու առումով։ Հանրապետական պատգամավորի համոզմամբ ակնհայտ է, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների այսօրինակ հետաքրքրվածությունը Սյունիքով պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով եւ Իրանի հետ հարևանության հանգամանքով, եւ այդ երկրներից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս իր համար վերահսկելի դարձնել Սյունիքը։ Առաջին հերթին այս երկրների համար, ասում եմ, երկու կարևոր հանգամանք է։ Առաջինը Իրանի սահմանակից լինելու հանգամանքը, որովհետև Իրանի դեմ հնարավոր գործողությունների, այդ գործողությունները միայն ռազմական նկատի չունեմ, շատ կարևոր է թե սահմանակից երկրները ինչպիսի վերաբերմունք եւ դիրքորոշում ունեն Իրանի նկատմամբ եւ բնականաբար յուրաքանչյուր իր շահերի շրջանակներում փորձում է Հայաստանի իշխանություններին տանել այդ դաշտ եւ երկրորդը հատկապես վերջին տարիներին Սյունիքը դիտվում է որպես կոմունիկացիոն ուղի, սկսած Չինաստանից Թուրքիայով դեպի Եվրոպա գնալու առանցքից, նաև այլ տեսանկյունից Ռուսաստան, Իրան եւ այլն առանցքի առումով եւ այստեղ յուրաքանչյուրը ունի իր պլանները, յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս իր համար վերահսկելի դարձնել Սյունիքը։ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ այս իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կամ որոշ դերակատարներ տեսնեն, որ գործընթացը գնում է ոչ իրենց համար ցանկալի ուղղությամբ, միգուցե նաև փորձեն հրահրումներ կազմակերպել Սյունիքում։ Տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է պատերազմը դադարեցնելու նպատակով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում, որտեղ կներկայացնի խաղաղության համաձայնագրի հուշագրի ռուսական տարբերակը։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան Կիևից դեռ չի ստացել Ստամբուլում հանդիպելու պատասխանը։ Մինչ Մոսկվան եւ Կիևը պատրաստվում են հաջորդ հանդիպմանը, Reuters-ը բանակցություններին տեղյակ ռուսական 3 աղբյուրի հղումով գրում է, թե Պուտինն իսկապես պատրաստ է դադարեցնել պատերազմը, սակայն կոնկրետ պայմաններով։ Նախ Արևմուտքը պետք է գրավոր պարտավորվի դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ապա վերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը։ Ստավրոպոլում բնակելի շենքի բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 անձ է զոհվել, այդ թվում քաղաքի փոխքաղաքապետ Զաուր Գուրցիևը, ով մինչ այդ պաշտոնը զբաղեցնել է ռուսական զինուժի կազմում, մասնակցել է Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով քննարկվում են նաև տեղի ունեցածին Ուկրաինայի հնարավոր մասնակցության վարկածը։ Գուրցիևը պատերազմի ընթացքում ղեկավարել է ավիացիայի մարտական կառավարման շտաբը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Համասի առաջնորդ Մոհամմադ Սինվարի սպանությունը, որը տեղի ունեցել մայիսի 13-ին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։ Մոհամմադ Սինվարը Համասի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է, անցած տարվա հոկտեմբերին սպանված Սինվար ավագը համարվում է Համասի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման գլխավոր կազմակերպիչներից։ Վերադառնանք Հայաստան։ Արդիկում օրերս Հայաստանում քիչ հանդիպող պտտահողմ է գրանցվել, որից մոտ 2 տասնյակ տներ են տուժել, ուժեղ քամին տանիքներ է պոկել, ծառեր է արմատախիլարել եւ սյուներ տապալել։ Զուգահեռ վնասներ է հասցրել նաեւ ուժեղ կարկուտը։ Մարզի իշխանությունները եւ բնակիչները հիմա վնասներն են հաշվում։ Վազելով գնաց են կողմից դուրս եկա տեսա, որ մեր միջանցքի կրիշը չկա։ Այ քեզի բան, մոլորած վիճակ։ Ծովիկ Ավետիսյանը չի հասցրել տեսնել երեք իրենց թաղով անցած պտտահողմը։ Հարևաններն են պատմել, թե ինչպես է տանտանիքը պոկել ու շպրտել մի կողմ։ Տադուաններից տեսել են, թե ինչ է տանիքը վերցրել է շպրտել կողմ, շպրտեն կողմ։ Հետո կախել է տնից ցած, դուք էլ տեսաք, թե ինչ վիճակ է։ Մի խոսքով, հուզված վիճակ։ Ներս դուրս չի գտնի ինձի։ Րոպեներ անց արդեն համացանցում տասնյակ տեսանյութեր էին պտտահողմից, մի երևույթ, որը Արթիկի գյուղերում 5 տարի առաջ է նկատվել ու էլի մեծ վնաս հասցրել։ Արթիկի ամենաբարձր հատվածում գտնվող մոտ 2 տասնյակ տների տանիքներ է քշել, արևային վահանակները շարքից անել, էլեկտրասյուներ տապալել ու ծառեր արմատախիլարել։ Ծովիկ Ավետիսյանը, որ այդ պահին տանը մենակ է եղել, սարսափով է հիշում, թե ինչպես էին քարերը թափվում, անգամ մտածել է, թե երկրաշարժ է։
Սիկ չդեմ մի ադմ անբացատրելի բաներ, որ մինչև այսօր իմ գլխիս միջից այդ կմպրդոսներ ընդհանրապես դուրս չի գա։ Ես գիտեմ հələ այդ քարերի ձեն իմ գլխիս վերագու կա։ Հետո որ դուրս եկա տեսա որ փողոցի կողմից վերևի միջանցքի քարերը պատից չպրտել է փողոց լեռի մեջտեղ։ Մեր հորկուրի տղեն է վերցրել գցես կոմոր ճանապարհից աներ։ Իսկ այս կողմի հատվածը լրիվ գցել էր բալկոնի կրիշի վրա էր գցե ու չհաշված որ ֆրանտոն է պողի вообще չկա այս կողմից տան կողմից հայատի կողմից ֆրանտո պադուան հեշտան չկա այդ կողմը տարել է դեստեղ ավերել է չգիտեմ մի խոսքով ծանր վիճակ Տիկին Ծովիկի բակում 30 տարվա Եղևնին արմատախիլ է արել։ Եղևնին ճիշտ ասած ես չգիտեի որ ընկել էր հարևանի հարսը տեցով սավ։ Ձեր Եղևնը գլուխը չի երևա։ Ինքը տնից բարձր էր, փողոցից էլ կերևա որ կքել ենք։ Էլ չկրծա խոսայի ոչ մի բան, վազելով եկա։ Տեսա որ ինքը արմատներից պոգե գցել էր ցած։ Ավելի բարձր հատվածում գտնվող Ալեքսանյանների տանտանիքը նաև արևային ջրատաքացուցիչն ու արևային վահանակներն է շարքից անել։ Այդ պահին Ալեքսանյանների ընտանիքը տանն է եղել ու միայն երբ պատուհանին արմատախիլ եղած ծառի ցեխն է շպրտվել, հասկացել են, որ ինչ-որ բան է կատարվում դրսում, բայց որ պտտահողմ է, չէին էլ պատկերացնում։ Ցեխը շպրտեց, ես ինչ եղավ։ Նայեց ես բանը դեղցի ծառն ու կողքի Եղևնու ծառը ասպես պտտվում է ու կողքից չգիտեմ ինչեր է գալիս, ասես ինչ է ու եկա պատուհանի մոդիկ, տեսա որ այդ ժեշտը որ կա այնտեղած բանը այդ կողմից ֆռծրեց, բերեց Ծեպես պատին չպատկերացրի որ մեր կրիշի այդ բանն էր։ Տիկին Հայկուշը ցույց է տալիս արևային վահանակները, որոնք դժվար թե նորից շահագործվեն։ Կողքին էլ կոտրված արևային ջրատաքացուցիչը վարկ էին վերցրել, տեղադրել։ Հիմա չգիտեն ինչ են անելու։ Մենակ 3 միլիոն տանիքի բաներն է դրած։ 3 միլիոն արևայիններն է դրած։ Այդ կրիշը վերջը անսրանք Վնասի փոխհատուցման հույսը չեն կորցնում աղետից տուժած ընտանիքները, ասում են միայնակ իրենց ուժերով վերականգնել չեն կարող։ Սա հույսը վերջինը գմեռնի, հույս ունենք որ լավ կեղնի, հուսանք որ այսօրվա ղեկավարությունը, կառավարությունը իրոք աղետի գոնե պահերին կեղնի ժողովրդի կողքին։ Գոնե հուսանք։ Երեկվանից մարզպետարանից ու Արտիկի համայնքապետարանից ձևավորված հանձնաժողովը գույքագրում է հասցված վնասը, թե հետո ինչ շարունակություն կունենա, առայժմ պարզ չէ։ Իսկ Արտիկի մի քանի գյուղերում էլ պտտահողմին զուգահեռ տեղացած ուժեղ կարկուտներ վնաս հասցրել։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը վաղը երեկոյան ժամը 8-ին է։ Հաջողություն։